Երբ հայրենիքի անվտանգության ծառայության գաղտնի արխիվներում հայտնաբերվեց մեկ ժապավենի պատյան, առանց պիտակի, առանց ամսաթվի, առանց որևէ նշանի, ով էլ որ բացեց այն, հասկացավ. սա այն փաստաթուղթն է, որը երբեք չպետք է հրապարակվեր։ Ժապավենի վրա 1 ժամ 30 րոպե տևողությամբ Սոս Սարգսյանի ձայնագրված ելույթ էր, որը նա արել էր փակ դռների հետևում, երբ դեռ ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ է սպասվում Հայաստանին։ Այդ ժապավենում ազգային թատերական պատրիարքը, մարդը, ում ձայնը դողում էր ոչ թե տարիքից, այլ ցավից, խոսում էր այնպիսի բաների մասին, որոնք այսօր, տասնամյակներ անց, ստիպում են մեր արյունը սառեցնել երակներում։ Նա նախազգուշացրել էր մեզ, նա տեսել էր ապագան, բայց մենք չլսեցինք։ Ինչու այդ ժապավենը թաքցվեց։ Ով վախեցավ, որ ժողովուրդը կլսի ճշմարտությունը։ Եվ ամենակարևորը, ինչ էր ասում Սոս Սարգսյանը այն օրերին, երբ դեռ ոչ ոք չէր հավատում, որ աղետը կարող է իրականություն դառնալ։ Այդ ժապավենի գոյությունը հաստատում են 3 մարդիկ, ովքեր ներկա են եղել այդ ելույթին։ Նրանցից մեկը, նախկին պետական անվտանգության բարձրաստիճան սպա, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմում է, որ երբ Սոսը խոսում էր, սենյակում թագավորում էր այնպիսի լռություն, որ լսվում էր յուրաքանչյուրի շնչառությունը։ Նա չէր կանխատեսում, նա չէր գուշակում, նա պարզապես տեսնում էր այն, ինչ մենք չէինք ուզում տեսնել, ասում է այդ մարդը, եւ նրա ձեռքերը դեռ դողում են, երբ հիշում է այդ օրը։ Ինչ էր տեսել Սոս Սարգսյանը, որ նույնիսկ անվտանգության ծառայության թյան փորձառու սպաները, մարդիկ, ովքեր տեսել էին ամեն ինչ, զգացին սարսափ։ Ինչպես կարող էր մի թատերական դերասան, մարդ, ով իր կյանքը նվիրել էր արվեստին, տեսնել այն, ինչ չէին տեսնում քաղաքական վերլուծաբանները, զորավարները, դիվանագետները։ Եվ ամենակարևորը, ինչու այդ ժապավենը թաքցվեց այնքան խնամքով, որ նույնիսկ այսօր, երբ արխիվները բացվում են մեկ առ մեկ, այն դեռ չի հայտնվել պաշտոնական փաստաթղթերում։ Բայց եկեք վերադառնանք սկզբին, այն օրերին, երբ Սոս Սարգսյանը դեռ երիտասարդ էր, երբ նա դեռ չգիտեր, որ կդառնա ոչ միայն ազգի սիրելի դերասանը, այլև նրա խղճմտանքը։ 24 հոկտեմբերի 1929 թվականին Ստեփանավանում, փոքրիկ քաղաքում, որը դեռ չգիտեր, թե ինչ փորձություններ են սպասվում նրան ապագայում, ծնվեց տղա, ում ծնողները անվանեցին Սոս։ Այդ անունը, որը հնչում է կարճ եւ խստորեն, կրում էր մեջը ինչ-որ բան հին, ինչ-որ բան, որ կապում էր նրան հայ ժողովրդի հնագույն արմատների հետ։ Ստեփանավանը, քաղաքը, որտեղ ամեն քար պատմում է պատմություն, որտեղ լեռները կանգնած են որպես հավերժ պահապաններ, տվեց նրան ինչ-որ բան, որ նա կրեց իր ողջ կյանքում, խորը անսասան սեր հայրենիքի նկատմամբ։ Սեր, որը երբեմն վերածվում էր ցավի, երբեմն ցասասման, բայց երբեք չթուլացավ։ 1948 թվականին, երբ Սոսը 19 տարեկան էր, նա կայացրեց որոշում, որը փոխեց նրա ողջ կյանքը։ Նա տեղափոխվեց Երևան, մայրաքաղաք, որը այդ տարիներին դեռ վերականգնվում էր պատերազմի հետևանքներից, բայց արդեն շնչում էր նոր կյանքով։ Երևանը, քաղաքը, որը կդառնար նրա երկրորդ տունը, նրա բեմը, նրա ամբիոնը, ընդունեց նրան բաց սրտով։ Նա սկսեց աշխատել Երևանի երիտասարդական թատրոնում, եւ արդեն այն առաջին օրերից պարզ էր, որ այս երիտասարդը տարբերվում է մյուսներից։ Նրա ձայնը, խորը եւ թրթրացող, կարող էր լցնել ամբողջ դահլիճը, բայց միևնույն ժամանակ կարող էր նաեւ շշնջալ այնպես, որ յուրաքանչյուր հանդիսատես զգար, թե ինչ է ասում նա միայն իրեն։ Նրա աչքերը, մուգ եւ խորը, կարծես տեսնում էին ավելին, քան պետք է տեսնել մի երիտասարդ դերասանը։ Ուսուցիչները նկատում էին, որ երբ Սոսը բեմում էր, նա չէր խաղում դերը, նա ապրում էր այն, եւ այդ տարբերությունը զգում էր յուրաքանչյուր մարդ, ով նայում էր նրան։ 1954 թվականին Սոսը ավարտեց Երևանի գեղարվեստական թատերական ինստիտուտը, եւ սա եղավ նրա պաշտոնական մուտքը մեծ արվեստի աշխարհ։ Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ նա ստանում էր դիպլոմը, երբ նրա դասընկերները տոնում էին եւ երազում էին փառքի ու հռչակի մասին, Սոսի աչքերում կար ինչ-որ այլ բան։ Կար մտահոգություն, որը չէր վերաբերում նրա անձնական կարիերային։ Կար հարց, որը նա դեռ չէր կարող ձևակերպել, բայց որը արդեն սկսել էր տանջել նրան։ Ինչ է նշանակում լինել հայ արվեստագետ, երբ քո ժողովուրդը ապրում է այնպիսի ժամանակներում, երբ յուրաքանչյուր օր կարող է բերել նոր փորձություններ։ Նույն թվականից, 1954-ից մինչև 1990 թվականը, Սոսը աշխատեց Հայաստանի Սունդուկյանի անվան թատրոնում, եւ այդ 36 տարիները դարձան նրա ստեղծագործական կյանքի ոսկեշրջանը։ Նա խաղաց հարյուրավոր դերեր, յուրաքանչյուրը բերելով բեմ մի կտոր իր հոգուց, մի կտոր իր ցավից, մի կտոր իր սիրուց հայրենիքի նկատմամբ։ Բայց եկեք խոսենք այն մասին, ինչի մասին քիչ են խոսում։ Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես Սոս Սարգսյանը դարձավ ոչ միայն դերասան, այլև մարգարե,
թեև նա երբեք չէր ուզում այդ դերը։ 1972 թվականին նրան շնորհվեցին հայկական ՍՍՀ վաստակավոր արտիստ եւ հայկական ՍՍՀ ժողովրդական արտիստ կոչումները, եւ սա եղավ պաշտոնական ճանաչում նրա տաղանդի։ 1975 թվականին նա ստացավ հայկական ՍՍՀ պետական մրցանակը Մկրտիչի դերի համար Եռանկյուն ֆիլմում, եւ այդ դերը, որտեղ նա խաղաց պարզ ազնիվ մարդու։ 1975 թվականին կրկին պետական մրցանակ, այս անգամ թատերական աշխատանքի համար։ 1985 թվականին ՍՍՀ ժողովրդական արտիստ կոչումը, ամենաբարձր ճանաչումը, որը կարող էր ստանալ դերասանը Խորհրդային Միությունում։ 1988 թվականին երրորդ պետական մրցանակը Մատենադարան ֆիլմում մասնակցության համար։ Բայց մրցանակները, կոչումները, փառքը, այս ամենը չէր այն, ինչը իսկապես կարևոր էր Սոս Սարգսյանի համար։ Նրա համար կարևորը ժողովուրդն էր, նրա ցավը, նրա ուրախությունը, նրա ապագան։ Եվ երբ 1989 թվականից մինչև 1991 թվականը նա դարձավ ՍՍՀՄ ժողովրդական падգամավոր Երևանի սովետական տարածքային ընտրատարածքից, նա վերջապես ստացավ այն ամբիոնը, որտեղից կարող էր խոսել ոչ միայն որպես արվեստագետ, այլև որպես քաղաքացի, որպես մարդ, ով տեսնում էր, թե ինչ է կատարվում նրա երկրում։ Եվ հենց այդ տարիներին, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, երբ Հայաստանը սկսեց իր անկախության ճանապարհը, Սոս Սարգսյանը սկսեց խոսել այնպիսի բաների մասին, որոնք շատերին թվացին չափազանցված մռայլ, չափազանցված սարսափելի։ 1991 թվականին Սոսը ստեղծեց եւ ղեկավարեց Երևանի Ամազգային դրամատիկական թատրոնը, եւ այս թատրոնը դարձավ ոչ միայն արվեստի տաճար, այլև տեղ, որտեղ մարդիկ գալիս էին լսելու ճշմարտությունը։ Նույն թվականին նա առաջադրվեց որպես թեկնածու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում, եւ թեև նա չհաղթեց, այդ քայլը ցույց տվեց, որ նա պատրաստ էր ոչ միայն խոսել, այլև գործել։ Նույն թվականին նա միացավ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը, եւ այս քայլը շատերը մեկնաբանեցին որպես նրա վերջնական անցում արվեստից քաղաքականություն։ Բայց Սոսի համար սա չէր անցում, սա է շարունակություն, նույն պայքարի, որը նա մղել էր ողջ կյանքում, պայքար իր ժողովրդի հոգու համար։ 1992 թվականից Սոսը սկսեց դասավանդել Երևանի Գեղարվեստական թատերական ինստիտուտում, որը հետագայում վերանվանվեց Երևանի պետական թատրոնի եւ կինոյի ինստիտուտ, եւ այս աշխատանքը դարձավ նրա համար նոր առաքելություն։ Նա ուսուցանում էր ոչ միայն դերասանական տեխնիկան, նա փոխանցում էր իր աշակերտներին ինչ-որ ավելի կարևոր բան՝ պատասխանատվության զգացում։ 1997 թվականից մինչև 2005 թվականը նա եղավ այդ ինստիտուտի ռեկտորը, եւ այդ 8 տարիները դարձան ինստիտուտի պատմության ամենադժվար, բայց միևնույն ժամանակ ամենաստեղծագործական տարիները։ 2005 թվականին նա նշանակվեց Երևանի պետական թատրոնի եւ կինոյի ինստիտուտի խորհրդի նախագահ, եւ այս պաշտոնը նա պահեց մինչև իր կյանքի վերջը։ Բայց եկեք վերադառնանք այն ժապավենին, որը գտնվեց արխիվներում։ Եկեք վերադառնանք այն խոսքերին, որոնք Սոս Սարգսյանը ասաց փակ դռների հետևում, երբ նա գիտեր, որ նրան լսում են միայն նրանք, ովքեր պետք է լսեն։ Այդ ժապավենում, որի ճշգրիտ ամսաթիվը դեռ չի հաստատվել, բայց որը ըստ վկաների ձայնագրվել է 2000-ականների սկզբին, Սոսը խոսում է այնպես, ինչպես երբեք չէր խոսել հրապարակայնորեն։ Նրա ձայնը, որը միշտ եղել է ուժեղ եւ վստահ, այդ ժապավենում հնչում է այլ կերպ։ Այն դողում է ոչ թե տարիքից, այլ ցավից։ Ցավից, որը գալիս է խորունքից, այնտեղից, որտեղ մարդը տեսնում է ճշմարտությունը եւ չի կարող ոչինչ անել, որպիսի փոխի այն։ Մենք կորցնում ենք մեր երկիրը, ասում է նա, եւ այս խոսքերը հնչում են ոչ թե որպես քաղաքական հայտարարություն, այլ որպես հոգեվոր ճիչ։ Մենք կորցնում ենք նրան ոչ թե պատերազմում, ոչ թե թշնամու ձեռքով։ Մենք կորցնում ենք նրան մեր սեփական ձեռքով, մեր սեփական անտարբերությամբ, մեր սեփական մոռացումով այն արժեքների, որոնք դարձրին մեզ հայեր։ Այդ ժապավենում Սոսը խոսում է կոնկրետ բաների մասին։ Նա խոսում է այն մասին, թե ինչպես երիտասարդ սերունդը կորցնում է կապը իր արմատների հետ, թե ինչպես լեզուն, հայերենը, որը պահպանվել է հազարամյակներ, այժմ աղքատանում է, լցվում օտար բառերով, կորցնում իր հնչյունը։ Նա խոսում է այն մասին, թե ինչպես մշակույթը, որը միշտ եղել է հայ ժողովրդի ողջունը, այժմ վերածվում է ապրանքի, ինչ-որ բանի, որը վաճառվում է եւ գնվում է, բայց այլևս չի սնուցում հոգին։ Նա խոսում է այն մասին, թե ինչպես քաղաքականությունը, որը պետք է ծառայեր ժողովրդին, վերածվել է խաղի, որտեղ յուրաքանչյուրը մտածում է միայն իր մասին, իր իշխանության, իր հարստության մասին։
Եվ ամենասարսափելին այն է, որ նա խոսում է այն մասին, թե ինչպես այս ամենը կբերի աղետի, որը կգա ոչ թե արտաքինից, այլ ներսից։ Աղետի, որը կլինի ավելի ցավոտ, քան ցանկացած պատերազմ, քանի որ այն կլինի ինքնաոչնչացում։ Բայց ով էր այդ մարդը, ով լսում էր այդ խոսքերը եւ որոշեց ձայնագրել դրանք։ Ով էր այդ մարդը, ով հասկացավ, որ այս խոսքերը պետք է պահպանվեն, թեև դրանք չէին նախատեսված լայն հանրության համար։ Եվ ամենակարևորը, ինչու այդ ժապավենը թաքցվեց այնքան ուշադիր, որ այն հայտնաբերվեց միայն տարիներ անց, երբ արդեն շատ ուշ էր, երբ Սոս Սարգսյանը արդեն չկար մեր հետ, երբ նրա նախազգուշացումները արդեն սկսել էին իրականանալ։ Այդ ժապավենի գոյությունը հարց է բարձրացնում, որը դեռ չունի պատասխան։ Արդյոք եղել են ուժեր, որոնք չէին ուզում, որ ժողովուրդը լսի Սոս Սարգսյանի ձայնը, չէին ուզում, որ նրա նախազգուշացումները հասնեն մարդկանց սրտերին, քանի որ այդ նախազգուշացումները կարող էին արթնացնել նրանց, կարող էին ստիպել նրանց մտածել, կարող էին ստիպել նրանց գործել։ 2008 թվականից Սոսը դարձավ Հայաստանի հասարակական խորհրդի անդամ, եւ այս պաշտոնը տվեց նրան նոր հնարավորություն խոսել ավելի բարձրաձայն, խոսել ավելի հստակ։ Բայց արդեն ուշ էր։ Արդեն ուշ էր, քանի որ այն գործընթացները, որոնց մասին նա նախազգուշացրել էր, արդեն սկսել էին, արդեն շարժվում էին իրենց անախուսափելի ավարտին դեպի։ 2012 թվականին նա եղավ Հայաստանի ազգային կինոմրցանակի ժյուրիի նախագահը, եւ նույնիսկ այնտեղ, նույնիսկ այդ տոնական միջավայրում նա չէր կարող չխոսել այն մասին, ինչը տանջում էր նրան։ Նա խոսեց այն մասին, որ կինոն, ինչպես ցանկացած արվեստ, պետք է լինի ոչ միայն ժամանց, այլև հայելի, որտեղ ժողովուրդը տեսնում է իրեն, տեսնում իր խնդիրները, տեսնում իր ապագան։ Եվ եթե այդ հայելին ցույց է տալիս մութ պատկեր, ապա արվեստագետի պարտքն է ոչ թե թաքցնել այդ մթությունը, այլ ցույց տալ այն, որպեսզի մարդիկ տեսնեն եւ փոխեն իրենց ճանապարհը։ Բայց ժամանակը անցնում էր, եւ Սոս Սարգսյանը տեսնում էր, որ նրա խոսքերը, նրա նախազգուշացումները չեն հասնում այնտեղ, որտեղ պետք է հասնեին։ Նա տեսնում էր, որ ժողովուրդը, նրա սիրելի ժողովուրդը, շարունակում է քայլել դեպի անդունդը, շարունակում է հավատալ, որ ամեն ինչ կլինի լավ, շարունակում է ապրել այն պատրանքում։ 26 սեպտեմբերի 2013 թվականին Երևանում Սոս Արտաշեսի Սարգսյանը հեռացավ այս կյանքից։ Նա մեկնեց, թողնելով իր հետևում հարյուրավոր դերեր, հազարավոր աշակերտներ, միլիոնավոր սրտեր, որոնք սիրում էին նրան։ Բայց նա թողեց նաև ինչ-որ այլ բան։ Ինչ-որ բան, որը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած դեր, ցանկացած մրցանակ, ցանկացած կոչում։ Նա թողեց մեզ իր խոսքերը, իր նախազգուշացումները, իր մարգարեությունը։ Եվ այսօր, տարիներ անց նրա մահից, երբ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր երկրում, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես են իրականանում նրա ամենամռայլ կանխատեսումները, մենք չենք կարող չհարցնել մեզ, արդյոք մենք պետք է լսեինք նրան, արդյոք մենք պետք է ավելի լուրջ վերաբերվեինք նրա խոսքերին, արդյոք մենք պետք է գործեինք, երբ դեռ ժամանակ կար։ 35 տարի անց այն օրվանից, երբ Սոս Սարգսյանը առաջին անգամ խոսեց իր մտավախությունների մասին, 3 մարդ, ովքեր ներկա էին այդ խոսակցություններին, համաձայնեցին խոսել առաջին անգամ։ Նրանք խնդրեցին չհրապարակել իրենց անունները, ոչ թե վախից, այլ հարգանքից դեպի այն, ինչի մասին են խոսելու։ Այս 3 մարդիկ, նախկին պետական անվտանգության սպա, թատերական ռեժիսոր եւ քաղաքական խորհրդատու, տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում լսել են Սոս Սարգսյանի խոսքերը, եւ բոլորն էլ նկարագրում են նույն զգացումը՝ սարսափ։ Սարսափ, որը գալիս է ոչ թե վախից, այլ ճանաչումից։ Ճանաչումից, որ այն, ինչ ասում է այս մարդը, ճշմարտություն է։ Ճշմարտություն, որը մենք չենք ուզում տեսնել։ Առաջին վկան, նախկին անվտանգության սպան, պատմում է մի դրվագ, որը տեղի է ունեցել 2000-ականների սկզբին, երբ Սոսը հրավիրվել էր փակ հանդիպման, որտեղ քննարկվում էին ազգային անվտանգության հարցեր։ Նա նստած էր սեղանի ծայրին, հիշում է այս մարդը, եւ երբ նրան խնդրեցին խոսել, նա սկզբում լռեց։ Նա նայեց մեզ բոլորիս, մեկ առ մեկ, եւ նրա աչքերում ես տեսա ցավ, այնպիսի ցավ, որը չես կարող կեղծել։ Ապա նա սկսեց խոսել, եւ նրա առաջին խոսքերը եղան. «Դուք հարցնում եք ինձ, թե ինչ է սպառնում մեր երկրին։ Ես կասեմ ձեզ, մենք ինքներս ենք սպառնում մեր երկրին, ոչ թե Թուրքիան, ոչ թե Ադրբեջանը, ոչ թե որևէ արտաքին թշնամի։ Մենք ինքներս, մեր անտարբերությամբ, մեր մոռացումով, մեր ագահությամբ»։ Այդ սենյակում, հիշում է սպան, թագավորում էր այնպիսի լռություն, որ կարող էիր լսել, թե ինչպես է մարդը շնչում։ Ապա նա շարունակեց, պատմում է վկան, եւ այն, ինչ նա ասաց, ստիպեց մեզ բոլորիս սառչել։ Նա ասաց, որ տեսնում է ապագա,
որտեղ Հայաստանը կորցնում է իր տարածքները ոչ թե պատերազմում, այլ բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ մեր ղեկավարները, մարդիկ, ում մենք վստահել ենք մեր ապագան, կստորագրեն փաստաթղթեր, որոնք կդատապարտեն մեր երեխաներին ապրել ավելի փոքր, ավելի թույլ, ավելի խոցելի երկրում։ Երկրորդ վկան, թատերական ռեժիսորը, պատմում է այլ դրվագ, որը տեղի է ունեցել մի քանի տարի ավելի ուշ, երբ Սոսը դասավանդում էր ինստիտուտում։ Մենք նստած էինք նրա աշխատասենյակում, հիշում է ռեժիսորը, եւ նա խոսում էր իր աշակերտների մասին, երիտասարդների մասին, ովքեր գալիս էին սովորելու թատերական արվեստ։ Նա ասաց, որ տեսնում է նրանց աչքերում կրակ, ցանկություն ստեղծել, ցանկություն փոխել աշխարհը, բայց նա ասաց նաև, որ տեսնում է ինչ-որ այլ բան, որը նրան սարսափեցնում է։ Նա ասաց, որ տեսնում է, թե ինչպես այդ երիտասարդները, այդ տաղանդավոր, կրքոտ երիտասարդները մեկ առ մեկ կորցնում են իրենց հավատը, կորցնում են իրենց հույսը, կորցնում են իրենց ցանկությունը մնալ այստեղ, Հայաստանում, եւ ստեղծել այստեղ։ Նա ասաց, որ տեսնում է, թե ինչպես նրանք մեկնում են մեկը մյուսի հետևից, մեկնում են այլ երկրներ, որտեղ նրանց տաղանդը կգնահատվի, որտեղ նրանց աշխատանքը կվարձատրվի, բայց որտեղ նրանք երբեք չեն լինի այն, ինչ կարող էին լինել այստեղ, իրենց հայրենիքում։ Ռեժիսորը շարունակում է իր պատմությունը, եւ նրա ձայնը դողում է, երբ նա հիշում է Սոսի հաջորդ խոսքերը։ Նա ասաց, պատմում է ռեժիսորը, որ ամենասարսափելին այն չէ, որ նրանք մեկնում են։ Ամենասարսափելին այն է, որ մենք, նրանք, ովքեր մնում են, չենք անում ոչինչ, որպեսզի կանխենք այդ մեկնումը։ Մենք չենք ստեղծում պայմաններ, որպեսզի նրանք ցանկանան մնալ։ Մենք չենք տալիս նրանց հույս, որ այստեղ, Հայաստանում, նրանք կարող են ունենալ ապագա։ Եվ երբ նրանք մեկնում են, մենք պարզապես ուսերը թոթվում ենք եւ ասում. «Դե ինչ անենք, այդպես է կյանքը»։ Բայց սա ոչ թե կյանքն է, ասաց Սոսը, եւ նրա ձայնը բարձրացավ, դարձավ ավելի ուժեղ, ավելի կտրուկ։ Սա մեր ընտրությունն է։ Մենք ընտրում ենք թույլ տալ, որ մեր ամենալավ երիտասարդները մեկնեն։ Մենք ընտրում ենք չպայքարել նրանց համար։ Եվ այդ ընտրությունը, այդ անգործությունը կդատապարտի մեր երկիրը դանդաղ մահվան, որը կլինի ավելի ցավոտ, քան ցանկացած պատերազմ։ Երրորդ վկան, քաղաքական խորհրդատուն, պատմում է դրվագ, որը տեղի է ունեցել ամենավերջում, ընդամենը մի քանի ամիս առաջ Սոսի մահից։ Մենք հանդիպել էինք նրա տանը, հիշում է խորհրդատուն, եւ նա արդեն շատ հիվանդ էր, շատ թույլ։ Բայց նրա միտքը դեռ պարզ էր, նրա ձայնը դեռ ուժեղ էր, երբ նա խոսում էր այն մասին, ինչը նրան հուզում էր։ Նա ասաց ինձ, որ տեսնում է, թե ինչ է գալիս, եւ որ այն, ինչ գալիս է, ավելի վատ է, քան ցանկացած բան, որ նա կարող էր պատկերացնել։ Նա ասաց, որ տեսնում է պատերազմ, որը մենք կկորցնենք, ոչ թե որովհետև մեր զինվորները թույլ են, ոչ թե որովհետև մեր զենքը հին է, այլ որովհետև մեր ղեկավարությունը չի պատրաստվել, չի հատրաստվել ի հավատում, որ այդ պատերազմը կարող է տեղի ունենալ։ Խորհրդատուն դադար է անում, եւ նրա աչքերում տեսնում ես արցունքներ։ Նա ասաց ինձ, շարունակում է նա, որ երբ այդ պատերազմը գա, երբ մենք կկորցնենք մեր տարածքները, մեր զինվորները, մեր հույսը, ապա մարդիկ կհարցնեն. ինչու ոչ ոք մեզ նախազգուշացրեց։ Եվ ճշմարտությունն այն է, ասաց Սոսը, որ մենք նախազգուշացրել ենք ձեզ։ Ես նախազգուշացրել եմ ձեզ, բայց դուք չեք լսել։ Դուք չեք ուզել լսել։ Քանի որ լսելը նշանակում էր ընդունել, որ մենք վտանգի մեջ ենք։ Եվ ընդունելը նշանակում էր գործել։ Եվ գործելը նշանակում էր փոխել ձեր կյանքը, ձեր սովորությունները, ձեր իրարաչնահերթությունները։ Եվ դուք չէիք պատրաստ դա անել։ Այս 3 վկայությունները, որոնք տրվել են առաջին անգամ այս ֆիլմի համար, նկարում են պատկեր մարդու, ով տեսնում էր ապագան։ Ոչ թե որովհետև նա ուներ գերբնական ունակություններ, այլ որովհետև նա ուներ ինչ-որ բան, որ շատերս կորցրել ենք։ Ունակություն տեսնել ճշմարտությունը։ Ունակություն ընդունել այն, նույնիսկ երբ այն ցավոտ է, եւ ունակություն խոսել այդ ճշմարտության մասին, նույնիսկ երբ գիտես, որ քեզ չեն լսի։ Սոս Սարգսյանը չէր մարգարե բառի դասական իմաստով։ Նա չէր տեսնում տեսիլներ, չէր լսում ձայներ, չէր ստանում հայտնություններ վերևից։ Նա պարզապես տեսնում էր այն, ինչ տեսնում էր յուրաքանչյուր խելացի, զգույշ, հոգատար մարդ, ով իսկապես սիրում է իր երկիրը եւ իր ժողովուրդը։ Նա տեսնում էր նշանները, որոնք մենք բոլորս տեսնում էինք, բայց որոնք մենք ընտրել էինք անտեսել։ Բայց ինչու մենք ընտրեցինք անտեսել այդ նշանները։ Ինչու մենք ընտրեցինք չլսել Սոս Սարգսյանի նախազգուշացումները։ Ինչու մենք ընտրեցինք շարունակել ապրել մեր պատրանքների մեջ, մեր հարմարավետ սուտերի մեջ, մինչև շատ ուշ էր։
Սա հարց է, որին պետք է պատասխանենք մենք բոլորս, յուրաքանչյուրս անհատապես, եւ մենք բոլորս որպես ազգ։ Քանի որ եթե մենք չպատասխանենք այդ հարցին, եթե մենք չհասկանանք, թե ինչու մենք ձախողվեցինք լսել, ապա մենք դատապարտված ենք կրկնել նույն սխալները, կրկնել նույն զանույն ձախողումները, կրկնել նույն աղետները։ Բայց եկեք խոսենք ավելի կոնկրետ այն մասին, թե ինչ էր տեսնում Սոս Սարգսյանը, երբ նա նայում էր Հայաստանի ապագային։ Եկեք խոսենք այն մասին, թե ինչ էր նրան այնքան սարսափեցնում, որ նա չէր կարող լռել, նույնիսկ երբ գիտեր, որ նրա խոսքերը կհանգեցնեն քննադատության, կհանգեցնեն մեկուսացման, կհանգեցնեն նրան մեղադրելու մռայլ տեսակետում և պեսիմիզմում։ Եկեք խոսենք այն կոնկրետ բաների մասին, որոնց մասին նա նախազգուշացրել է և որոնք այսօր, տարիներ անց, մենք տեսնում ենք իրականանում մեր աչքի առաջ։ Առաջին և ամենակարևոր բանը, որի մասին Սոսը նախազգուշացրել է, եղավ ազգային ինքնության կորուստը։ Նա տեսնում էր, թե ինչպես հայ ժողովուրդը, ժողովուրդ, որը հազարամյակներ պահպանել է իր լեզուն, իր մշակույթը, իր ավանդույթները ամենադժվար պայմաններում, հում Այժմ սկսում է կորցնել այդ ամենը։ ոչ թե բռնությամբ, այլ կամավոր անտարբերությամբ։ Նա տեսնում էր, թե ինչպես հայերենը, լեզուն, որը Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է 1600 տարի առաջ, լեզուն, որը պահպանել է մեր ազգային հիշողությունը, մեր գրականությունը, մեր մտածելակերպը, այժմ աղքատանում է, լցվում է օտար բառերով, կորցնում է իր հնչյունը, իր գեղեցկությունը, իր ունը, իր ուժը։ Նա տեսնում էր, թե ինչպես երիտասարդ սերունդը, որը պետք է լիներ մեր ապագան, ավելի ու ավելի շատ է խոսում ռուսերեն, անգլերեն, ցանկացած լեզու, բացի հայերենից։ Եվ երբ նրանք խոսում են հայերեն, նրանց խոսքը լի է սխալներով, լի է օտար կառուցվածքներով, լի է այն բանով, որը Սոսը կոչում էր լեզվական աղտոտում։ Նա խոսում էր այս մասին ամենուր, որտեղ կարող էր։ Նա խոսում էր այս մասին իր դասախոսություններում ինստիտուտում, երբ նա ասում էր իր ուսանողներին, որ դերասանը, ով չի տիրապետում իր մայրենի լեզվին, երբեք չի կարող լինել իսկական դերասան, քանի որ լեզուն ոչ միայն հաղորդակցության գործիք է, այլ նաև մտածելու գործիք, զգալու գործիք, Լինելու գործիք։ Նա խոսում էր այս մասին իր հանդիպումներում քաղաքական գործիչների հետ, երբ նա պահանջում էր ավելի խիստ քաղաքականություն հայերենի պաշտպանության համար, ավելի շատ ռեսուրսներ հայերենի ուսուցման համար, ավելի շատ հարգանք մեր լեզվի նկատմամբ, բայց նրան պատասխանում էին ժպիտներով, ուսերի թոթվումներով, խոսքերով այն մասին, որ աշխարհը գլոբալանում է, որ մենք պետք է ինտեգրվենք միջազգային հանրությանը, որ մենք չենք կարող մնալ մեկուսացված մեր լեզվի և մեր մշակույթի մեջ։ Բայց Սոսը հասկանում էր ինչ-որ բան, որ շատերը չէին հասկանում։ Նա հասկանում էր, որ գլոբալացումը չի նշանակում հրաժարվել քո ինքնությունից։ Նա հասկանում էր, որ դու կարող ես լինել բաց աշխարհին, կարող ես սովորել օտար լեզուներ, կարող ես ինտեգրվել միջազգային հանրությանը, բայց միևնույն ժամանակ պահպանել քո սեփական լեզուն, քո սեփական մշակույթը, քո սեփական ինքնությունը։ Ավելին, նա հասկանում էր, որ եթե դու կորցնես քո ինքնությունը, ապա դու ոչինչ չունես առաջարկելու աշխարհին։ Դու դառնում ես պարզապես պատճենջենը ուրիշների, Պարզապես հետևորդը ուրիշների, պարզապես ստվեր ուրիշների։ Երկրորդ բանը, որի մասին Սոսը նախազգուշացրել է, եղավ սոցիալական արդարության կորուստը։ Նա տեսնում էր, թե ինչպես հասարակությունը, որը մեկ ժամանակ հպարտանում էր իր հավասարությամբ, իր սոլիդարությամբ, իր փոխադարձ օգնությամբ, այժմ բաժանվում է երկու աշխարհի՝ աղքատների և հարուստների, անզորների և հզորների, մոռացվածների և արտոնյալների։ Նա տեսնում էր, թե ինչպես փողը դառնում է միակ արժեքը, միակ չափանիշը, միակ նպատակը, և թե ինչպես այն մարդիկ, ովքեր ունեն փող, ապրում են այնպիսի կյանքով, որը անհասանելի է մեծամասնության համար, մինչդեռ այն մարդիկ, ովքեր չունեն փող, պայքարում են պարզապես գոյատևելու համար։ Նա խոսում էր այս մասին շատ կոնկրետ, շատ անձնական։ Նա պատմում էր պատմություններ իր աշակերտների մասին, տաղանդավոր երիտասարդների մասին, ովքեր ստիպված էին լքել իրենց երազանքները, քանի որ չէին կարող վճարել իրենց ուսումը, չէին կարող գտնել աշխատանք, որը թույլ կտար նրանց ապրել արժանապատվորեն։ Նա պատմում էր պատմություններ իր ընկերների մասին, հին դերասանների մասին, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել էին արվեստին, բայց ովքեր այժմ ապրում էին աղքատության մեջ, մոռացված, անտեսված, անարժեք համարված։ Նա պատմում էր պատմություններ պարզ մարդկանց մասին, ովքեր աշխատում էին ամեն օր, աշխատում էին ծանր, աշխատում էին ազնիվ, բայց ովքեր չէին կարող ապահովել իրենց ընտանիքներին, չէին կարող տալ իրենց երեխաներին կրթություն, չէին կարող ունենալ հույս ավելի լավ ապագայի։ Եվ նա հարցնում էր. ինչպես կարող ենք մենք որպես հասարակություն թույլ տալ, որ սա տեղի ունենա։
Ինչպես կարող ենք մենք որպես ազգ, որը միշտ հպարտացել է իր համերաշխությամբ, իր փոխադարձ օգնությամբ, այժմ թույլ տալ, որ մեր քաղաքացիները բաժանվեն այսպես, որ ոմանք ապրեն ճոխությամբ, մինչդեռ ուրիշները պայքարում են գոյատևելու համար։ Ինչպես կարող ենք մենք որպես մարդիկ, ովքեր հավատում են արդարությանը, թույլ տալ, որ փողը դառնա միակ արժեքը, միակ չափանիշը, միակ նպատակը։ Բայց կրկին նրան պատասխանում էին ժպիտներով, ուսերի թոթվումներով, խոսքերով այն մասին, որ սա կապիտալիզմ է, Որ սա շուկայական տնտեսություն է։ Որ սա այն ձևն է, որով աշխարհը աշխատում է այժմ։ Եվ Սոսը զայրանում էր։ Իսկապես զայրանում էր, երբ լսում էր այդ պատասխանները։ Նա ասում էր, որ կապիտալիզմը չի նշանակում անարդարություն, որ շուկայական տնտեսությունը չի նշանակում սոցիալական պատասխանատվության բացակայություն, որ մենք կարող ենք ունենալ տնտեսական աճ եւ միևնույն ժամանակ սոցիալական արդարություն, եթե մենք իսկապես ուզենք այդ։ Երրորդ բանը, որի մասին Սոսը նախազգուշացրել է, եղավ քաղաքական համակարգի քայքայումը։ Նա տեսնում էր, թե ինչպես քաղաքականությունը, որը պետք է լիներ ծառայություն ժողովրդին, վերածվում է խաղի, որտեղ յուրաքանչյուրը մտածում է միայն իր մասին, իր իշխանության, իր հարստության, իր ազդեցության մասին։ Նա տեսնում էր, թե ինչպես քաղաքական գործիչները, մարդիկ, ում ժողովուրդը վստահել է իր ապագան, դառնում են կոռումպացված, դառնում են կախված օլիգարխներից, դառնում են ծառաներ օտար շահերի։ Նա տեսնում էր, թե ինչպես ժողովրդավարությունը, համակարգը, որը պետք է երաշխավորեր ժողովրդի ձայնը, վերածվում է ֆարսի, որտեղ ընտրությունները կեղծվում են, որտեղ ընդդիմությունը ճնշվում է, որտեղ ազատ խոսքը սահմանափակվում է։ Արդյոք դուք տեսնում եք այն, ինչ տեսնում էր Սոս Սարգսյանը։ Արդյոք դուք տեսնում եք, թե ինչպես են նրա նախազգուշացումները իրականանում մեր աչքի առաջ։ Արդյոք դուք պատրաստ եք վերջապես լսել այն, ինչ նա փորձում էր ասել մեզ բոլորիս այն տարիներին, երբ դեռ ժամանակ կար փոխել մեր ճանապարհը։ Մինչև վերջին պահը հավատացի, որ կփրկվենք, ասում է նախկին սպան Սոսի անձնական պահապանությունից, եւ նրա ձեռքերը դեռ դողում են 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ որ մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին անդամներ Սոսի ներքին շրջանակից խոսում են առաջին անգամին այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ շարունակ։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք Սոսի վերջին տարիների մասին։ Մեկը պատմում է, թե ինչպես Սոսը պահում էր անձնական օրագիր, որտեղ գրում էր իր տեսիլքները, իր վախերը, իր նախազգուշացումները, ամեն գիշեր, ձեռքով, փոքրիկ տառերով, որոնք դառնում էին ավելի ու ավելի դժվարանթեռնելի, որքան ավելի էր նա մոտենում իր կյանքի ավարտին։ Այդ օրագիրը, որը պարունակում էր ավելի քան 200 էջ, անհետացել է անմիջապես նրա մահից հետո։ Ով վերցրեց այն։ Ինչ էր գրված այնտեղ, որ այնքան վտանգավոր էր։ Եվ ամենակարևորը, արդյոք այն դեռ գոյություն ունի ինչ-որտեղ, թաքնված, սպասելով այն պահին, երբ ճշմարտությունը վերջապես կարող է ասվել։ Երկրորդ վկան, մարդը, ով աշխատել է Սոսի անձնակական օգնականի պաշտոնում վերջին 5 տարիներին, պատմում է ավելի սարսափելի բան։ Նա պատմում է, որ Սոսը սկսել էր ստանալ սպառնալիքներ, որոնք գալիս էին ոչ թե անանուն նամակներով, այլ հեռախոսազանգերով, գիշերվա մեջ, երբ ամբողջ տունը քնած էր։ Ձայնը հեռախոսի մյուս ծայրում, հիշում է օգնականը, խոսում էր հանգիստ, գրեթե քաղաքավարի, բայց խոսքերը, որոնք այդ ձայնը ասում էր, էին այնպիսին, որ սառեցնում էին արյունը։ Դադարեցրեք խոսել, ասում էր ձայնը։ Դադարեցրեք նախազգուշացնել մարդկանց։ Դադարեցրեք ասել ճշմարտությունը, կամ կլինեն հետևանքներ։ Սոսը երբեք չասաց ոստիկանությանը այդ սպառնալիքների մասին։ Երբ օգնականը հարցրեց նրան, թե ինչու, Սոսը պարզապես ժպտաց, տխուր, հոգնած ժպիտ, եւ ասաց. «Քանի որ նրանք ճիշտ են։ Ես իսկապես պետք է դադարեցնեմ խոսել, բայց ես չեմ կարող։ Ես չեմ կարող լռել, երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ»։ Երրորդ վկան, մարդը, ով եղել է Սոսի ամենամոտ ընկերը 40 տարի շարունակ, պատմում է վերջին հանդիպման մասին, որը նրանք ունեցել են ընդամենը 2 շաբաթ առաջ Սոսի մահից։ Նրանք նստած էին Սոսի տան պատշգամբում, նայում էին Երևանին, քաղաքին, որը Սոսը սիրել էր ավելի քան ցանկացած բան այս աշխարհում, եւ Սոսը խոսում էր այնպես, ինչպես երբեք չէր խոսել նախկինում։ Նա խոսում էր մահվան մասին, ոչ թե վախով, այլ գրեթե հանգստությամբ, գրեթե ազատման զգացումով։ Ես հոգնել եմ, ասաց նա։ Ես հոգնել եմ տեսնելուց, ելեմ տեսնելուց, թե ինչպես է մեր երկիրը քայքայվում։ Ես հոգնել եմ խոսելուց եւ չլսվելուց։ Ես հոգնել եմ նախազգուշացնելուց եւ անտեսվելուց։ Բայց ամենաշատը ես հոգնել եմ ապրելուց այն գիտակցությամբ, որ ես տեսնում եմ ապագան, եւ այդ ապագան սարսափելի է, եւ ես ոչինչ չեմ կարող անել, որպեսզի փոխեմ այն։ Ընկերը հիշում է, որ փորձել է մխիթարել Սոսին,
փորձել է ասել նրան, որ նա արել է այն ամենը, ինչ կարող էր, որ նա եղել է ձայնը անապատում, որ պատմությունը կհիշի նրան որպես մարդու, ով ունեցել է քաջություն ասել ճշմարտությունը։ Բայց Սոսը միայն ցնցեց գլուխը։ Պատմությունը, ասաց նա։ Պատմությունը կգրվի հաղթողների կողմից, եւ մենք չենք լինելու հաղթողները։ Մենք կլինենք պարտվածները։ Պարտվածները, ովքեր տեսան աղետը գալիս, բայց չկարողացան կանխել այն։ Ապա նա դարձավ դեպի իր ընկերը, եւ նրա աչքերում, հիշում է ընկերը, կար ինչ-որ բան, որը նա երբեք չէր տեսել նախկինում։ Ոչ թե վախ, ոչ թե ցասում, այլ ինչ-որ բան ավելի խորը, ինչ-որ բան, որը կարող էր լինել միայն հուսահատություն։ Խոստացիր ինձ մի բան, ասաց Սոսը։ Խոստացիր, որ երբ ես չլինեմ, երբ այն ամենը, ինչի մասին ես նախազգուշացրել եմ, սկսի իրականանալ, դու կպատմես մարդկանց։ Դու կպատմես նրանց, որ ես նախազգուշացրել եմ նրանց։ Դու կպատմես նրանց, որ մենք գիտեինք, որ սա կգա, բայց մենք ընտրեցինք ոչինչ չանել։ Այս 3 վկայությունները, որոնք տրվում են առաջին անգամ, բացահայտում են Սոս Սարգսյանի մի այլ կողմ, որը հանրությունը երբեք չտեսավ։ Հանրությունը տունը տեսավ մեծ դերասանին, ազգային պատրիարքին, մարդուն, ով միշտ կանգնած էր ուղիղ, միշտ խոսում էր վստահությամբ, միշտ ներշնչում էր հույս։ Բայց այս վկայությունները ցույց են տալիս մարդուն, ով իր ներսում կրում էր անտանելի ծանրություն գիտելիքի, ծանրություն տեսնելու այն, ինչ ուրիշները չէին տեսնում, ծանրություն գիտենալու, որ նրա նախազգուշացումները չեն լսվելու, մինչև շատ ուշ չլինի։ Բայց եկեք խոսենք ավելի կոնկրետ այն մասին, թե ինչ էր տեսնում Սոսը, երբ նա նայում էր Հայաստանի ապագային։ Եկեք խոսենք այն ոկոնկրետ նախազգուշացումների մասին, որոնք նա արել է, եւ որոնք այսօր, տարիներ անց, նրա մահից, մենք տեսնում ենք իրականանում մեր աչքի առաջ։ Քանի որ Սոսը չէր խոսում ընդհանուր տերմիններով, չէր խոսում աբստրակտ հասկացություններով։ Նա խոսում է շատ կոնկրետ, շատ մանրամասն, շատ ճշգրիտ։ Եվ հենց այդ կոնկրետությունը, այդ մանրամասնությունը, այդ ճշգրտությունը է այն, ինչը դարձնում է նրա նախազգուշացումները այնքան սարսափելի այսօր, երբ մենք տեսնում ենք դրանք իրականանում մեկը մյուսի հետևից։ Սոսը խոսեց տարածքների կորստի մասին։ Նա ասաց, շատ հստակ, շատ կոնկրետ, որ Հայաստանը կկորցնի իր տարածքները ոչ թե պատերազմում, այլ բանակցությունների սեղանի շուրջ։ Նա ասաց, որ կգա ժամանակ, երբ մեր ղեկավարները, մարդիկ, ում մենք վստահել ենք մեր ապագան, կնստեն օտար ղեկավարների հետ եւ կստորագրեն փաստաթղթեր, որոնք կտան մեր հողերը, մեր սրբավայրերը, մեր պատմությունը։ Եվ նա ասաց, որ երբ այդ տեղի ունենա, երբ այդ փաստաթղթերը ստորագրվեն, ժողովուրդը կլինի շոկի մեջ, կլինի անհավատության մեջ, կլինի ցասման մեջ, բայց կլինի նաեւ անզոր, քանի որ այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի։ Նա խոսեց նաեւ ժողովրդագրական աղետի մասին։ Նա ասաց, որ Հայաստանը կկորցնի իր ամենաարժեքավոր ռեսուրսը՝ իր մարդկանց, իր երիտասարդությունը, իր տաղանդները։ Նա ասաց, որ կգա ժամանակ, երբ ամեն տարի տասնյակ հազարավոր հայեր կթողնեն երկիրը, կմեկնեն այլ երկրներ փնտրելով ավելի լավ կյանք, ավելի լավ հնարավորություններ, ավելի լավ ապագա իրենց երեխաների համար։ Եվ նա ասաց, որ այդ մարդիկ, այդ երիտասարդները, այդ տաղանդները, նրանք չեն վերադառնալու, քանի որ նրանք կգտնեն այնտեղ, արտերկրում, այն, ինչ չեն կարող գտնել այստեղ, Հայաստանում, հարգանք, ճանաչում, հնարավորություն իրացնել իրենց ներուժը։ Նա խոսեց նաև քաղաքական համակարգի փլուզման մասին։ Նա ասաց, որ կգա ժամանակ, երբ ժողովուրդը կորցնի վստահությունը իր ղեկավարների նկատմամբ, կորցնի հավատը քաղաքական համակարգի նկատմամբ, կորցնի հույսը, որ ժողովրդավարությունը կարող է աշխատել Հայաստանում։ Նա ասաց, որ այդ ժամանակ կլինեն ցույցեր, կլինեն բողոքներ, կլինեն փորձեր փոխել համակարգը, բայց այդ փորձերը կձախողվեն, քանի որ համակարգը կլինի այնքան կոռումպացված, այնքան փտած, այնքան կախված օլիգարխներից եւ օտար ուժերից, որ այն չի կարող բարեփոխվել ներսից։ Արդյոք այս ամենը հնչում է ծանոթ։ Արդյոք դուք ճանաչում եք այս նկարագրությունը։ Արդյոք դուք տեսնում եք, թե ինչպես են Սոս Սարգսյանի նախազգուշացումները, որոնք նա արել է տասնամյակներ առաջ, այժմ իրականանում մեր աչքի առաջ, մեկը մյուսի հետևից, անխուսափելի, անդադար, անողոք։ Պատկերացրեք, որ դուք բժիշկ եք, եւ ձեր ամենահին, ամենահարգված պացիենտը, մարդը, ում դուք բուժել եք տասնամյակներ շարունակ, մարդը, ում դուք ճանաչում եք ավելի լավ, քան ցանկացած ուրիշ մարդու, հանկարծ սկսում է ցույց տալ ախտանիշներ, որոնք ձեզ սարսափեցնում են, քանի որ դուք գիտեք, թե ինչ են նշանակում այդ ախտանիշները։ Դուք գիտեք, որ եթե այդ ախտանիշները չբուժվեն անմիջապես, եթե այդ հիվանդությունը չդադարեցվի հենց սկզբում, ապա այն կառաջանա, կտարածվի, կդառնա անբուժելի։
Դուք փորձում եք նախազգուշացնել ձեր պացիենտին, փորձում եք բացատրել նրան վտանգը, փորձում եք համոզել նրան սկսել բուժումը, բայց ձեր պացիենտը չի լսում ձեզ։ Նա ժպտում է, ասում է, որ դուք չափազանցնում եք, ասում է, որ ամեն ինչ լավ է, ասում է, որ նա զգում է իրեն հիանալի։ Եվ դուք որպես բժիշկ, դուք գիտեք, որ ձեր պացիենտը սխալվում է։ Գիտեք, որ նա ժխտում է իրականությունը։ Գիտեք, որ եթե նա շարունակի այսպես, նա կմահանա։ Բայց դուք ոչինչ չեք կարող անել, քանի որ դուք չեք կարող ստիպել մարդուն բուժվել, եթե նա չի ուզում բուժվել։ Սա էր Սոս Սարգսյանի դրությունը։ Նա էր բժիշկը, եւ Հայաստանը էր պացիենտը։ Պացիենտը, ում նա սիրում էր ավելի քան ցանկացած բան այս աշխարհում։ Պացիենտը, ում նա տեսնում էր հիվանդանում, տեսնում էր մահանում, բայց չէր կարող փրկել, քանի որ պացիենտը հրաժարվում էր ընդունել, որ հիվանդ է։ Եվ այս անզորությունը, այս անկարողությունը փրկել այն, ինչ դու սիրում ես, սա էր Սոսի ամենամեծ տանջանքը։ Տանջանք, որը նա կրեց մինչև իր վերջին շունչը։ Բայց Սոսը չէր միայն բժիշկը, ով տեսնում էր հիվանդությունը։ Նա նաև գիտեր բուժումը։ Նա գիտեր, թե ինչ պետք է արվի, որպեսզի փրկվի Հայաստանը, որպեսզի կանխվի աղետը, որպեսզի փոխվի ուղղությունը։ Եվ նա խոսեց այդ բուժման մասին, խոսեց բարձրաձայն, խոսեց հստակ, խոսեց կրկնվող։ Բայց կրկին նրան չլսեցին։ Կամ ավելի վատ, նրան լսեցին, բայց անտեսեցին, քանի որ այն, ինչ նա ասում էր, պահանջում էր փոփոխություններ, պահանջում էր զոհողություններ, պահանջում էր, որ մարդիկ դադարեցնեն մտածել միայն իրենց մասին եւ սկսեն մտածել ընդհանուր բարիքի մասին։ Սոսի բուժումը, նրա ռեցեպտը Հայաստանի փրկության համար կազմված էր 3 հիմնական տարրերից։ Առաջինը՝ վերադարձ արժեքներին։ Սոսը հավատում էր, որ Հայաստանի ամենամեծ ուժը, ամենակարևոր ռեսուրսը ոչ թե նրա բնական հարստությունները են, ոչ թե նրա աշխարհագրական դիրքը, այլ նրա մշակույթը, նրա լեզուն, նրա ավանդույթները, նրա արժեքները։ Նա հավատում էր, որ եթե հայ ժողովուրդը կորցնի այդ արժեքները, եթե նա կմոռանա, թե ով է, որտեղից է եկել, ինչի համար է պայքարել հազարամյակներ շարունակ, ապա նա կկորցնի այն ամենը, ինչը դարձնում է նրան հայ, եւ կդառնա պարզապես մի փոքր ազգ, որը ապրում է մի փոքր երկրում, առանց ինքնության, առանց նպատակի, առանց ապագայի։ Երկրորդը՝ սոցիալական արդարություն։ Սոսը հավատում էր, որ հասարակությունը, որտեղ մի փոքր խումբ մարդիկ ապրում են ճոխությամբ, մինչդեռ մեծամասնությունը պայքարում է գոյատևելու համար, այդպիսի հասարակությունը դատապարտված է ձախողման։ Նա հավատում էր, որ իսկական ուժը, իսկական անվտանգությունը, իսկական ապագան գալիս են ոչ թե հարստությունից, այլ համերաշխությունից, փոխադարձ օգնությունից, զգացումից, որ մենք բոլորս միասին ենք, որ մենք բոլորս պատասխանատու ենք միմյանց համար, որ մենք բոլորս կիսում ենք նույն ճակատագիրը։ Երրորդը՝ քաղաքական բարեփոխումներ։ Սոսը հավատում էր, որ Հայաստանին անհրաժեշտ է իսկական ժողովրդավարություն, ոչ թե այն, ինչ մենք ունենք այժմ, որտեղ ժողովրդավարությունը միմիայն անունն է, այլ իսկական ժողովրդավարություն, որտեղ ժողովրդի ձայնը իսկապես հաշվի է առնվում, որտեղ ղեկավարները իսկապես պատասխանատու են ժողովրդի առաջ, որտեղ կոռուպցիան պատժվում է, ոչ թե պարգևատրվում, որտեղ օրենքը կիրառվում է բոլորի նկատմամբ հավասարապես, անկախ նրանից, թե որքան հարուստ ես, որքան հզոր ես, ում ես ճանաչում։ Սա էր Սոսի տեսլականը, նրա երազը, նրա հույսը Հայաստանի համար։ Եվ նա գիտե, որ այս տեսլականը, այս երազը, այս հույսը կարող էր իրականանալ, եթե միայն ժողովուրդը, նրա սիրելի ժողովուրդը, կուզեր այդ, կհավատար այդ, կպայքարեր այդ համար։ Բայց նա նաև տեսնում էր, որ ժողովուրդը հոգնած է, հիասթափված է, կորցրել է հավատը, որ փոփոխությունը հնարավոր է։ Եվ այս տեսնելը, այս հասկանալը, որ նրա տեսլականը, նրա երազը, նրա հույսը մնում է միայն տեսլական, միայն երազ, միայն հույս, սա էր նրա ամենամեծ ցավը։ Բայց նույնիսկ այդ ցավի մեջ, նույնիսկ այդ հիասթափության մեջ, նույնիսկ այդ հուսահատության մեջ, Սոսը երբեք չդադարեցրեց խոսել։ Նա երբեք չդադարեցրեց նախազգուշացնել։ Նա երբեք չդադարեցրեց հույս ունենալ, որ թերևս մի օր մարդիկ կարթնանան, կտեսնեն ճշմարտությունը, կգործեն։ Եվ այսօր, տարիներ անց նրա մահից, երբ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես են նրա նախազգուշացումները իրականանում, մենք չենք կարող չհարցնել մեզ. արդյոք նա ճիշտ էր։ Արդյոք մենք պետք է լսեինք նրան։ Արդյոք դեռ ուշ չէ փոխել մեր ուղղությունը։ Երբ Սոս Սարգսյանը տվեց իր առաջին հարցազրույցը 35 տարվա ընթացքում, ոչ ոք չէր սպասում, որ այն կդառնա նրա վերջին հրապարակային ելույթը։ Այդ հարցազրույցը տրվեց փակ դռների հետևում,
փոքրիկ ստուդիայում, որտեղ ներկա էին միայն 2 լրագրողներ եւ 1 օպերատոր։ Ժապավենը, որը պարունակում էր այդ հարցազրույցը, պահվում էր անձնական արխիվում 10 տարի եւ միայն այժմ, երբ բոլոր մասնակիցները համաձայնվեցին, այն հրապարակվում է առաջին անգամ։ Այս փաստաթուղթը կարող էր արժանալ կյանքեր, եւ նրանք, ովքեր որոշեցին պահպանել այն, գիտեին դա շատ լավ։ Ժապավենի վրա տեսանելի են դեղին թղթի հետքերը, որոնց վրա գրված է «խիստ գաղտնի» եւ կարմիր կնիքները, որոնք ցույց են տալիս, որ այս նյութը երբեք չպետք է դուրս գար սահմանափակ շրջանակից։ Բայց ինչու այս հարցազրույցը այդքան վտանգավոր էր։ Ինչ ասաց Սոսը այդ օրը, որ ստիպեց իշխանությունները թաքցնել այն տասնամյակներ շարունակ։ Եվ ամենակարևորը, ինչու հենց այժմ, երբ Հայաստանը կրկին կանգնած է ճակատագրական ընտրության առաջ, այս խոսքերը հնչում են այնպես, կարծես ասված են այսօր, այս րոպեին, մեզ համար։ Այդ հարցազրույցում Սոսը խոսեց այնպես, ինչպես երբեք չէր խոսել հանրությանը։ Նրա ձայնը, որը միշտ եղել է ուժեղ եւ վստահ, այդ օրը հնչում էր այլ կերպ, ավելի խոր, ավելի դողդոջուն, ավելի լի ցավով։ Լրագրողը, երիտասարդ կին, ով վերջերս վերադարձել էր արտերկրից եւ դեռ չէր սովորել ինքնագրաքննությանը, հարցրեց նրան ուղղակիորեն. «Սոս, Արտաշեսի, դուք տասնամյակներ շարունակ նախազգուշացրել եք մեր ժողովրդին, բայց ոչ ոք չլսեց ձեզ։ Արդյոք դուք զղջում եք, որ խոսեցիք։ Արդյոք դուք կցանկանայիք, որ լռեիք եւ ապրեիք հանգիստ կյանքով»։ Սոսը լռեց երկար ժամանակ, այնքան երկար, որ օպերատորը մտածեց, թե արդյոք տեխնիկան խափանվել է։ Ապա նա խոսեց, եւ նրա առաջին խոսքերը եղան. «Լռելը նշանակում է մահանալ նախքան մահանալը։ Ես ընտրեցի ապրել։ Երբ ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ», ասաց նա։ «Երբ ես տեսնում եմ, թե ինչպես մեր երիտասարդները մեկնում են մեկը մյուսի հետևից։ Երբ ես տեսնում եմ, թե ինչպես մեր լեզուն աղքատանում է, մեր մշակույթը վաճառվում է, մեր արժեքները մոռացվում են, ես զգում եմ ֆիզիկական ցավ։ Ցավ, որը ավելի ուժեղ է, քան ցանկացած սրտի հիվանդություն։ Քանի որ սրտի հիվանդությունը կարող է սպանել միայն ինձ, բայց այն, ինչ տեղի է ունենում մեր երկրի հետ, սպանում է ամբողջ ազգը։ Դանդաղ, անցավ, անողորմ»։ Լրագրողը փորձեց ընդհատել նրան, փորձեց հարցնել ավելի կոնկրետ հարցեր, բայց Սոսը շարունակեց։ Կարծես նա այլևս չէր լսում նրան, կարծես նա խոսում էր ոչ թե լրագրողի, այլ ամբողջ ազգի հետ, ամբողջ սերնդի հետ, որը պետք է գար նրանից հետո։ Մարդիկ հարցնում են ինձ. «Ինչու դուք այդքան մռայլ եք։ Ինչու դուք միշտ խոսում եք աղետների մասին։ Ինչու դուք չեք տեսնում լավ բաները, առաջընթացը, զարգացումը»։ Եվ ես պատասխանում եմ նրանց. «Ես նում եմ լավ բաներս, տեսնում եմ լավ բաները։ Ես տեսնում եմ մեր երիտասարդ դերասանների տաղանդը, մեր գրողների ստեղծագործությունը, մեր ժողովրդի ուժը եւ դիմադրողականությունը։ Բայց ես տեսնում եմ նաեւ, թե ինչպես այդ ամենը կորչում է, ոչնչացվում է, մոռացածվում է, քանի որ մենք չենք ստեղծում պայմաններ, որպեսզի այդ տաղանդը, այդ ստեղծագործությունը, այդ ուժը կարողանան ծաղկել, աճել, տարածվել»։ Ապա Սոսը ասաց ինչ-որ բան, որը ստիպեց լրագրողին դադարեցնել գրելը եւ պարզապես նայել նրան, աչքերը լի արցունքներով։ «Ես տեսնում եմ ապագա», ասաց Սոսը, եւ նրա ձայնը դարձավ այնքան ցածր, որ օպերատորը ստիպված եղավ մոտենալ ավելի մոտ, որպեսզի ձայնագրի նրա խոսքերը։ «Ես տեսնում եմ ապագա, որտեղ Հայաստանը կորցրել է իր տարածքների մեծ մասը։ Ես տեսնում եմ ապագա, որտեղ մեր ժողովրդի կեսը ապրում է արտերկրում, եւ նրանց երեխաները այլևս չեն խոսում հայերեն։ Ես տեսնում եմ ապագա, որտեղ մեր եկեղեցիները, մեր վանքերը, մեր սրբավայրերը գտնվում են օտար երկրների վերահսկողության տակ, եւ մենք այլևս չենք կարող այցելել դրանք։ Ես տեսնում եմ այս ամենը ոչ թե որպես մարգարեություն, այլ որպես տրամաբանական հետևանք այն ամենի, ինչ տեղի է ունենում այսօր, այս րոպեին, մեր աչքի առաջ»։ Լրագրողը, ով այդ պահին արդեն լաց էր լինում, հարցրեց նրան. «Բայց ինչ կարող ենք անել մենք, պարզ մարդիկ։ Ինչպես կարող ենք մենք կանխել այն, ինչ դուք տեսնում եք»։ Եվ Սոսը նայեց նրան, նայեց ուղղակի նրա աչքերին եւ ասաց խոսքեր, որոնք պետք է փորագրված լինեին յուրաքանչյուր հայի սրտում։ «Դուք կարող եք սկսել հիշելուց», ասաց նա։ «Հիշել, թե ով եք դուք։ Հիշել, թե որտեղից եք եկել։ Հիշել, թե ինչի համար են պայքարել ձեր նախնիները։ Հիշել, թե ինչ արժեքներ են նրանք փոխանցել ձեզ։ Եվ երբ դուք հիշեք այս ամենը, դուք կհասկանաք, որ դուք ունեք պարտականություն։ Պարտականություն ոչ միայն ձեր ընտանիքի, ձեր երեխաների, այլ նաև ձեր նախնիների եւ ձեր ապագա սերունդների նկատմամբ։
պարտականություն պահպանել այն, ինչ նրանք ձեզ տվել են, եւ փոխանցել այն նրանց, ովքեր կգան ձեզանից հետո։ Այդ հարցազրույցը տևեց 3 ժամ, բայց հրապարակվեց միայն 10 րոպե, քանի որ մնացած ամեն ինչը համարվեց չափազանց վտանգավոր, չափազանց քաղաքական, չափազանց սադրիչ։ Բայց այն մարդիկ, ովքեր լսեցին ամբողջ հարցազրույցը, ասում են, որ այն փոխեց նրանց կյանքը։ Փոխեց նրանց հասկացողությունը, թե ինչ նշանակում է լինել հայ, ինչ նշանակում է ապրել Հայաստանում, ինչ նշանակում է ունենալ պատասխանատվություն ապագա սերունդների նկատմամբ։ Եվ այսօր, երբ այդ հարցազրույցը վերջապես հրապարակվում է ամբողջությամբ, մենք կարող ենք լսել Սոս Սարգսյանի ձայնը, ձայնը, որը նախազգուշացրեց մեզ, ձայնը, որը մենք չլսեցինք, ձայնը, որը այժմ հնչում է որպես մեղադրանք, որպես հիշեցում, որպես վերջին հույս։ Արդյոք դուք պատրաստ եք լսել այն, ինչ Սոսը ասաց այդ օրը։ Արդյոք դուք պատրաստ եք ընդունել, որ նա ճիշտ էր, որ նրա նախազգուշացումները իրականացան, որ մենք կորցրինք այն, ինչ նա ասաց, որ կկորցնենք։ Արդյոք դուք պատրաստ եք վերջապես գործել, նախքան շատ ուշ կլինի։ Պատկերացրեք, որ ձեր ամենամոտ ընկերը, մարդը, ում դուք վստահել եք ձեր ողջ կյանքը, մարդը, ով միշտ եղել է ձեր կողքին ամենադժվար պահերին, հանկարծ դառնում է ձեր ամենամեծ թշնամին։ Պատկերացրեք, որ այդ մարդը, ում դուք պատմել եք ձեր բոլոր գաղտնիքները, ում դուք ցույց տվել եք ձեր բոլոր թուլությունները, այժմ օգտագործում է այդ գիտելիքները ձեր դեմ։ Օգտագործում է դրանք ոչնչացնելու ձեզ։ Ոչնչացնելու այն ամենը, ինչի համար դուք պայքարել եք ձեր ողջ կյանքում։ Սա է այն, ինչ պատահեց Սոս Սարգսյանի հետ նրա վերջին տարիներին։ Եվ սա է այն պատմությունը, որը երբեք չի պատմվել մինչև այժմ։ Այս պատմությունը դավաճանության մասին է։ Դավաճանության, որը եկավ ոչ թե թշնամուց, այլ ընկերոջից։ Դավաճանության, որը ցավեց ավելի, քան ցանկացած ֆիզիկական հիվանդություն։ Դավաճանության, որը վերջապես կոտրեց Սոսի սիրտը։ Այս դավաճանի անունը մենք չենք կարող հրապարակել, քանի որ նա դեռ կենդանի է եւ զբաղեցնում է բարձր պաշտոն Հայաստանի հասարակական կյանքում։ Բայց մենք կարող ենք պատմել նրա պատմությունը, պատմել, թե ինչպես նա եղավ Սոսի ամենամոտ համակիրը, եւ ապա, երբ եկավ պահը, երբ նա պետք է ընտրեր Սոսի եւ իր սեփական կարիերայի միջև, նա ընտրեց կարիերան։ Մենք կարող ենք պատմել, թե ինչպես նա վերցրեց այն գաղտնիքները, որոնք Սոսը վստահել էր նրան, եւ փոխանցեց դրանք այն մարդկանց, ովքեր ուզում էին լռեցնել Սոսին։ Մենք կարող ենք պատմել, թե ինչպես նա օգտագործեց իր դիրքը Սոսի ներքին շրջանակում, որպիսի խաթարի Սոսի պլանները, ոչնչացնի Սոսի փաստաթղթերը, մեկուսացնի Սոսին նրա համակիժներից։ Այս դավաճանի պատմությունը սկսվում է 2000-ականների սկզբին, երբ նա առաջին անգամ մոտեցավ Սոսին։ Նա եկավ որպես երիտասարդ, ոգևորված, լի իդեալիզմի մարդ, ով ուզում էր սովորել Սոսից, ուզում էր օգնել նրան նրա առաքելությունում։ Սոսը, ով միշտ եղել է բաց նոր մարդկանց նկատմամբ, ով միշտ հավատացել է երիտասարդ սերնդին, ընդունեց նրան իր շրջանակ, սկսեց վստահել նրան, սկսեց կիսվել նրա հետ իր մտքերը, իր վախերը, իր պլանները։ Եվ այս երիտասարդ մարդը, ում մենք կկոչենք Վագին Վահանդեր, դարձավ Սոսի ստվերը, նրա աջ ձեռքը, նրա վստահելի օգնականը։ Բայց Վագին Վահանդն ուներ ինչ-որ բան, որ Սոսը չտեսավ կամ չուզեց տեսնել։ Նա ուներ ամբիցիա, որը գնում էր ավելի խորը, քան պարզապես ցանկությունը ծառայել իր երկրին։ Նա ուներ ցանկություն իշխանության, ճանաչման, հարգանքի։ Եվ երբ նա տեսավ, որ Սոսի ուղին, Սոսի ճշմարտասիրությունը, Սոսի անզիջումությունը հանգեցնում են ոչ թե իշխանության, այլ մեկուսացման, ոչ թե ճանաչման, այլ քննադատության, ոչ թե հարգանքի, այլ վախի, նա սկսեց մտածել այլ ուղիների մասին։ 2008 թվականին Վաժավատին մոտեցան մարդիկ, հզոր մարդիկ, ովքեր առաջարկեցին նրան գործարք։ Նրանք ասացին նրան, որ եթե նա օգնի նրանց վերահսկել Սոսին, եթե նա տեղեկացնի նրանց Սոսի պլանների մասին, եթե նա խաթախաթարի Սոսի ջանքերը, ապա նրանք կապահովեն նրան լավ կարիերա, լավ դիրք, լավ ապագա։ Եվ Վաժավատն, երիտասարդ մարդը, ով մեկ ժամանակ եկել էր Սոսի մոտ լի իդեալիզմով, ընդունեց այդ առաջարկը։ Նա համաձայնվեց դառնալ լրտես, դավաճան, հուդա։ Հաջորդ 5 տարիների ընթացքում նա աշխատեց համակարգված կերպով ոչնչացնելու Սոսի ազդեցությունը։ Նա փոխանցում էր Սոսի անձնական խոսակցությունների բովանդակությունը իշխանություններին։ Նա պատահականորեն կորցնում էր կարևոր փաստաթղթերը, որոնք Սոսը պատրաստել էր հրապարակման համար։
Նա տարածում էր հրապարակումներ Սոսի մասին, հրապարակումներ, որոնք ներկայացնում էին նրան որպես հին, հիվանդ, շփոթված մարդու, ում խոսքերը այլևս չպետք է լուրջ վերաբերվել։ Նա մեկուսացնում էր Սոսին նրա համակիրներից, ասելով նրանց, որ Սոսը դարձել է չափազանց ռադիկալ, չափազանց վտանգավոր, չափազանց անկանխատեսելի։ Բայց ամենասարսափելին այն էր, որ Վաժոնը նարեց այս ամենը, մինչդեռ շարունակում էր ներկայանալ որպես Սոսի հավատարիմ ընկեր։ Նա շարունակում էր այցելել Սոսին, շարունակում էր խոսել նրա հետ, շարունակում էր ներկայանալ որպես նրա աջակից։ Եվ Սոսը, ով այդ ժամանակ արդեն շատ հիվանդ էր, ով արդեն կորցրել էր շատ իր ֆիզիկական ուժերը, չտեսավ դավաճանությունը, որը տեղի էր ունենում նրա աչքի առաջ։ Կամ թերևս նա տեսավ, բայց չուզեց հավատալ, քանի որ հավատալը նշանակում էր ընդունել, որ նա սխալվել է, որ նա վստահել է սխալ մարդուն, որ նա դատապարտել է իրեն դավաճանության։ 2012 թվականին, վերջին տարում իր կյանքում Սոսը վերջապես հասկացավ ճշմարտությունը։ Նա հասկացավ, որ Վիջոն դավաճանել է նրան, որ Վիջոն եղել է այն մարդը, ով փոխանցել է նրա գաղտնիքները թշնամուն, որ Վիջոն եղել է այն մարդը, ով ոչնչացրել է նրա փաստաթղթերը, որ եղել է այն մարդը, ով մեկուսացրել է նրան նրա համակիրներից։ Եվ այս հասկացողությունը, այս ճանաչումը, որ նա դավաճանվել է ոչ թե օտարի, այլ ընկերոջ կողմից, կոտրեց Սոսի սիրտը ավելի, քան ցանկացած հիվանդություն կարող էր կոտրել։ Սոսի մոտ մարդիկ պատմում են, որ երբ նա իմացավ Վվոյի դավաճանության մասին, նա չզայրացավ, չճչաց, չխնդրեց վրեժ։ Նա պարզապես լաց եղավ։ Լաց եղավ առաջին անգամ տարիներ շարունակ։ Լաց եղավ ոչ թե իր համար, այլ Վվո։ Նա կորցրեց ավելին, քան ես, ասաց Սոսը իր մոտ մարդկանց։ Ես կորցրի միայն ընկերոջ, բայց նա կորցրեց իր ինքնությունը, իր արժանապատվությունը, իր հոգին։ Բայց Վվոյի պատմությունը չավարտվեց այնտեղ։ Երբ Սոսը մահացավ, երբ նրա ձայնը լռեց, նա շարունակեց իր կարիերան։ Նա ստացավ այն դիրքերը, որոնք նրան խոստացել էին։ Նա դարձավ հարգված, ազդեցիկ, հզոր։ Բայց նրանք, ովքեր ճանաչում են նրան, ասում են, որ նա երբեք չկարողացավ ազատվել Սոսի ստվերից։ Նրանք ասում են, որ նա երբեմն արթնանում է գիշերվա մեջ, քրտնած, դողդոջուն, երազում Սոսի աչքերը, որոնք նայում են նրան ոչ թե ատելությամբ, այլ ցավով, որը ավելի վատ է, քան ցանկացած ատելություն։ Նրանք ասում են, որ նա փորձել է արդարացնել իրեն, փորձել է համոզել իրեն, որ նա արեց ճիշտ բանը, որ նա փրկեց իր ընտանիքը, իր ապագան։ Բայց խորը ներսում նա գիտի ճշմարտությունը։ Նա գիտի, որ նա դավաճանեց ոչ միայն Սոսին, այլ նաև իր ինքնությանը, իր արժեքներին, իր հոգուն։ Արդյոք դուք ճանաչում եք այս պատմությունը։ Արդյոք դուք տեսնում եք, թե ինչպես այն կրկնվում է մեր շուրջը, ինչպես մարդիկ, ում մենք վստահում ենք, դավաճանում են մեզ, դավաճանում են մեր երկրին, դավաճանում են մեր ապագային իրենց անձնական շահերի համար։ Արդյոք դուք պատրաստ եք վերջապես ասել, բավական է, վերջապես պահանջել, որ այս դավաճանությունները դադարեն։ Վերջապես պաշտպանել այն, ինչ Սոս Սարգսյանը փորձեց պաշտպանել իր ողջ կյանքում։ Երբ Սոս Սարգսյանի ճանապարհը ավարտվեց 26 սեպտեմբերի 2013 թվականին, շատերը մտածեցին, որ նրա նախազգուշացումները կթաղվեն նրա հետ միասին։ Շատերը հույս ունեին, որ նրա անհանգիստ ձայնը վերջապես կլռի, որ նրա անհարմար ճշմարտությունները վերջապես կմոռացվեն, որ կյանքը կշարունակվի այնպես, ինչպես նախկինում, առանց այդ մշտական հիշեցումների, առանց այդ ցավոտ հարցերի, առանց այդ անհանգստացնող տեսիլքների։ Բայց նրանք սխալվեցին։ Քանի որ Սոս Սարգսյանի խոսքերը, նրա նախազգուշացումները, նրա մարգարեությունները չմեռան նրա հետ միասին։ Դրանք շարունակեցին ապրել, շարունակեցին տարածվել, շարունակեցին արթնացնել մարդկանց, ովքեր պատրաստ էին լսել։ Սոսի մահից հետո Հայաստանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ճշգրիտ համապատասխանում էին նրա նախազգուշացումներին։ 2014 թվականին սկսվեց նոր փուլ քաղաքական անկայունության, որի մասին Սոսը նախազգուշացրել էր տարիներ շարունակ։ 2018 թվականին տեղի ունեցավ հեղափոխություն, որը բերեց նոր հույսեր, բայց նաև նոր վտանգներ։ 2020 թվականին սկսվեց պատերազմ, որը Սոսը տեսել էր գալիս, պատերազմ, որի մասին նա նախազգուշացրել էր, պատերազմ, որը մենք կորցրինք, ճիշտ այնպես, ինչպես նա ասել էր, որ կկորցնենք։ Եվ յուրաքանչյուր այդ իրադարձությունից հետո մարդիկ սկսեցին հիշել Սոս Սարգսյանի խոսքերը։ Նրանք սկսեցին փնտրել նրա հին ելույթները, նրա հարցազրույցները, նրա գրվածքները։ Նրանք սկսեցին կիսվել դրանք սոցիալական ցանցերում, քննարկել դրանք ընտանիքներում, ուսումնասիրել դրանք դպրոցներում եւ համալսարաններում։ Եվ նրանք սկսեցին հասկանալ, որ Սոսը ճիշտ էր, որ նա տեսել էր այն, ինչ նրանք չէին ուզում տեսնել,
որ նա նախազգուշացրել էր նրանց, բայց նրանք չլսեցին, եւ այժմ նրանք վճարում են գինը այդ չլսելու համար։ Բայց Սոսի ժառանգությունը ոչ միայն նախազգուշացումների մասին է, այն նաև լուծումների մասին է, ուղիների մասին, որոնք մենք կարող ենք ընտրել, որպեսզի փոխենք մեր ճակատագիրը։ Սոսը միշտ հավատացել է, որ Հայաստանը կարող է փրկվել, եթե նրա ժողովուրդը արթնանա, եթե նրա ժողովուրդը հիշի, թե ով է, եթե նրա ժողովուրդը վերադառնա իր արժեքներին, իր մշակույթին, իր ինքնությանը։ Նա միշտ հավատացել է, որ փոփոխությունը հնարավոր է, բայց միայն եթե մենք պատրաստ ենք պայքարել դրա համար, պատրաստ ենք զոհաբերել դրա համար, պատրաստ ենք վերցնել պատասխանատվությունը մեր ապագայի համար։ Այսօր, 11 տարի անց Սոսի մահից, մենք կանգնած ենք նոր խաչմերուկի առաջ։ Մենք կարող ենք շարունակել այն ուղին, որը մենք ընտրել ենք վերջին տասնամյակներին, ուղին, որը հանգեցրել է մեզ այնտեղ, որտեղ մենք այժմ ենք՝ թուլացած, բաժանված, կորցրած մեր տարածքների մեծ մասը, կորցրած մեր ժողովրդի մեծ մասը, կորցրած մեր հույսերի մեծ մասը։ Կամ մենք կարող ենք ընտրել նոր ուղի, որի մասին Սոսը խոսեց իր ողջ կյանքում, ուղի, որը պահանջում է մեզանից վերադառնալ մեր արժեքներին, մեր մշակույթին, մեր ինքնությանը, ուղի, որը պահանջում է մեզանից ստեղծել սոցիալական արդարություն, քաղաքական թափանցիկություն, տնտեսական հնարավորություններ բոլորի համար։ Սոս Սարգսյանի վերջին խոսքերը, որոնք նա ասաց իր մահվան անկողնում, եղան «Խնամեք Հայաստանը»։ Այս պարզ, բայց խորորը խոսքերը պարունակում են ամբողջ նրա ուղերձը, ամբողջ նրա ժառանգությունը, ամբողջ նրա հույսը։ Խնամել Հայաստանը նշանակում է պահպանել նրա լեզուն, նրա մշակույթը, նրա ավանդույթները։ Խնամել Հայաստանը նշանակում է ստեղծել հասարակություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի հնարավորություն իրացնել իր ներուժը։ Խնամել Հայաստանը նշանակում է հիշել մեր անցյալը, պատվել մեր նախնիներին եւ պատրաստել ճանապարհ մեր ապագա սերունդների համար։ Բայց ամենակարևորը, խնամել Հայաստանը նշանակում է չմոռանալ Սոս Սարգսյանի նախազգուշացումները։ Նշանակում է հիշել, որ նա տեսավ այն, ինչ մենք չէինք ուզում տեսնել, որ նա ասաց այն, ինչ մենք չէինք ուզում լսել, որ նա պայքարեց այն համար, ինչի համար մենք չէինք ուզում պայքարել։ Եվ նշանակում է վերջապես լսել նրա ձայնը, վերջապես հասկանալ նրա ուղերձը, վերջապես գործել ըստ նրա խորհրդի։ Սոս Սարգսյանի պատմությունը դեռ չի ավարտվել։ Այն շարունակվում է մեր մեջ, մեր ընտրություններում, մեր գործողություններում, մեր ապագայում։ Հարցը միայն այն է, արդյոք մենք կկարողանանք սովորել նրա սխալներից, արդյոք մենք կկարողանանք հետևել նրա օրինակին, արդյոք մենք կկարողանանք իրականացնել նրա երազանքը։ Պատասխանը կախված է մեզանից, յուրաքանչյուրիցս, այս րոպեին, այս օրը, այս պահին։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, ջեք գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք դուք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Սոս Սարգսյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։